Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Զորաբյան հրավեր ընդունելու համար եւ Տիկին Զորաբյան, մինչ այս պահին մենք զրուցում ենք հարևան Թեհրանում ռմբակոծվում է այսպես անդադ աշխարհագրորեն դիրքերը մեծանում են, տարբեր երկրներ են արդեն ներգրավում, Ինչ կասեք այս մասին, ինչ արդեն Սյունիքի հետ կապված եմ ես կոնկրետ ուզում, քանի որ Իրանը մշտապես հիմնական այսպես երաշխավորն է, եղել հատկապես այդպես Խամենեի դեմքով, նաև որ կտրուկ ասել են, որ կարմիր գիծ է մեզ համար Սյունիքը եւ ամեն ինչ անել ենք, որ մեր իրենցից պաշտպանեն, այս սրա հետ կապված ինչ կարող եք ասել, տարածաշրջանում ինչ է կատարվում։ Տեսեք, հենց այս պահին հրետակոծվում է դաժանաբար Թեհրանը։ Մենք տեսանք դաժան կադրերը, ինչպես հուղարկավորեցին օրիորդաց գիմնազիայի 163 մինչև 12 տարեկան աղջիկների, դա ողբերգություն է եւ այդ ողբերգության պատասխանատուները լուր են, միջազգային հանրությունը լուր է, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները լուր է, մի հատ այդպիսի դեպք էր լինում, որ ինչ որ մի կոնֆլիկտի ժամանակ մի երեխա էր զոհվում, այդ երեխայի ծնողին գրկում բերում էին Ստրասբուրգում եւ ամեն օր շոուներ էին անում 163 աղջիկ երեխա միջև 12 տարեկան, սա զարհուրելի է եւ որևէ մեկը պատասխանատվություն իր վրա չվերցրեց եւ միջազգային որևէ կառույց, արևմտյան, եվրոպական որևէ կառույց ներողություն անգամ չխնդրեց։ Քիչ առաջ Մարկո Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ավելի դաժան հարվածի է ենթարկվելու Իրանը եւ Թրամփը չբացառեց սուխապուտն է, այսինքն ցամաքային զորքերի ներգրավումը նայել։ Մենք պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ 17 երկիր Մերձավոր Արևելքի 17 երկիր ներգրավված է այս պատերազմի մեջ եւ ըստ էության այս երկրների համար, այս ռեգիոնի համար սա համաշխարհային պատերազմ է։ Տիկին Զորաբյան, այսօր երբ որ խորհրդարանում հենց իշխանական պատգամավորների, նույն Սյունեցի պատգամավորներն, երբ որ ասում են, որ տարածաշրջանում այսպիսի վիճակ է ու ձեզ մեղադրում են, ասում են, որ այս իրավիճակում դուք եգիպտացորեն, կարկանդակ եք ուտում, իրենք ասում են, այո, որովհետև մեր հենց դա էլ անվտանգության երաշխիքն է, պետք է ուրախանան, որ մենք այս իրավիճակում տարածաշրջանում մենք զերծ ենք այս ամեն ինչից ու այնքան հանգիստ ենք եւ այնքան անվտանգ ենք, որ կարողանում ենք մեզ թույլ տալ։ Գիտեք, դա ցինիզմի վերջն է, որ իշխանական պատգամավորները հայտարարում են, որ մեր անվտանգության երաշխիքը կուկուռուզ ուտելն է եւ աշխարհին ցույց տալն է, որ մենք այնքան անվտանգ եւ այնքան ապահով ենք, որ կուկուռուզ ենք ուտում, պերաշկի ենք ուտում, հետո էլ Նիկոլա Ալենին գոռում ասում է կուկուռուզի փողը տվեցիր, թե չտվեցիր։ Այսպիսի իրավիճակում, այսպիսի ցինիզմ, այսպիսի պոֆիգիզմ դրսևորել, երբ որ քո հարևան երկիրը ռմբակոծվում է, որտեղ դու 100,000 հայրենակից ունես, կարա իրան թույլ տամենակ, ինչ ասեմ, ֆուլ ամեղսունակ իշխանությունը։ Ինչ պետք է անեն, որ չեն անում, Տիկին Զորաբյան։ Գիտեք, շատ պարզ նախ կա ռազմավարություն մեր հայրենակիցները, որ արտագաղթեն, ինչ որ մեկը կա այդ ճանապարհային քարտեզը։ Ես որքան տենում եմ, այս մարդիկ դուրս են եկել, իշխանությունը դուրս է եկել չհայտարարված քարոզարշավի։ Անունը դրել են, գնում են ԿՊ ակտիվի հետ հանդիպելու, ամբողջ օրը իրանք ինչ որ շոուներ են կազմակերպում, ես չգիտեմ ինչեր են անում, ժողովրդի հետ են հանդիպում, նարդի են խաղում, կուկուռուզ են ուտում, պերաշկի են ուտում, հասկանում եք, գիտեք, իմ կա նաև Ես հասկանում եմ, որ Հայաստանը այնպիսի վիճակում է, որ ինքը չի կարող եւ այո, այս իրավիճակում դու չես կարող, բնականաբար մենք չենք կարող դառնալ պլացդարմ Միացյալ Նահանգների համար Իրանին հարվածելու եւ բնականաբար հակառակներ չեն կարող լինել, բայց գիտեք կա տարրական սոլիդարության խնդիր, երբ որ դու Նիկոլ ժամանակին հանդիպել ես Խամենեիի հետ, կարելի էր ընդամենը ցավակցել, ինչպես դա արեց քո կիրթ բարեկամ Ալիևը։ Բայց հանուն արդարության 3 նախագահային հենց ցավակցական ուղերձ հղել էր։ Ինքներ հենց եղել, հա, այդ էս չէի տեսել, հասկանում եք, կարելի է սենց ցինիկ չպահել, կարելի է գոնե ունենալ պոլիտկորեկտություն, չգիտեմ, քաղաքավարություն, երբ որ հարևան երկիրը ըստ էության
ռազմավարական նշանակության օբյեկտներով հավասարվում է գետնին, այդ կուկուրուզ փարթիները գոնե առնվազն չնկարել եւ չցուցադրել, որովհետեւ դա նաեւ Իրանում են չէ տեսնում, հասկանում եք, այո, դու չես կարող դառնալ պլացդարմ Միացյալ Նահանգների համար Իրանին հարվածելու եւ բնականաբար Հայաստանը երբեք հուսամ դա չի թույլ տա, որ Ամերիկան Հայաստանը դիտարկի որպես պլացդարմ, չնայած Իրանի արտաքին պատասխանատուներից մեկը հայտարարեց, որ մենք բլոկադա էինք անելու թրիփի ճանապարհը եւ այդտեղ լինելու է ամերիկյան վարձկանների գերեզմանոցը, բայց առնվազն կրկնում եմ, ինչ ասեմ, խոհեմություն կարելի է ցուցաբերել, երբ որ այն մարդիկ, ում հետ դուք հանդիպել եք, նույն Խամենեին, նույն Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ հանդիպել է ռմբակոծությունից, հրետակոծությունից մահացած Իրանի պաշտպանական ոլորտի ղեկավարների հետ, կարելի է տարրական քաղաքավարություն ունենալ եւ ձեր կուկուրուզ ու պերաշկի փարթիները չնկարել եւ ամբողջ սոցիալական տիրույթում չսփռել։ Տիկին Զոհրաբյանի դեպ այդ անվանումը հա այս շրջակայությունների մարզից մարզ ասում են, որ ներկուսակցական, այսպես քարոզարշավ ենք սկսել, բայց մենք տեսնում ենք, որ գնում են քաղաքացիներ, այնտեղ դուռ են թակում մտնում են, շատ դեպքերում թույլ չեն տալիս մտնել։ Այս որքանով է տեղավորվում այդ ներկուսակցական քարոզարշավի այդ շրջանակները։ Բացարձակ է սա ներկուսակ, սա կրկնում եմ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը խախտում է ընտրական օրենսգիրքը եւ պաշտոնապես հայտարարված քարոզարշավից մի քանի ամիս առաջ իրանք սկսել են բացահայտ քարոզարշավ գնալ, Դիլիջանում դռներ ծեծել, մտնել ներս, հետո հենց իրանք էլ տարածեն այդ ամբողջ տեսանյութերը։ Իրենք էլ ասում են ընդդիմադիրներն էլ հիմա գնում են մարզերով այնտեղ հանդիպումներ են ունենում։ Իրենք էլ այդպես են ասում։ Չէ, բայց իրանք ընդդիմադիրները այդ ամբողջը հմեկով չեն ցուցադրում, չէ՞։ Հասկանում եք, հանրայինից սնվող, հանրայինը իմ փողերով է։ Եթե ես պետք է տեսնամ Նիկոլի Դիլիջանում դուռ ծեծելը, ապա ես ուզում եմ նույն հանրայինով տեսնել նաև նույն ընդդիմադիրների իրենց ակտիվի հետ հանդիպումները։ Սա չհայտարարված քարոզարշավ է եւ բնականաբար իրանք դա ներկայացնելու են որպես ակտիվի հետ հանդիպում։ Փաստացի դեռ ընտրությունները չմեկնարկած արդեն այսպես խախտումներ են գրանցվում։ Բնականաբար, ընտրակեղծիքները արդեն սկսված է, եւ այն ընդդիմադիր ուժերը, ովքեր սենց մեծ հույսեր են փայփայում, որ հունիսի 7-ի ընտրությամբ իրանք կարողանալու են իշխանություն փոխել, ես շատ եմ ուզում, որ իրանց լավատեսությունը իրականանա, եւ ես էլ գամ ձեր եթերում եւ ասեմ, որ այո, փաստորեն դուք կարողացաք անել, դա կարողացաք անել։ Տիկին Զոհրաբյան, քանի որ այսպես հասանք ընտրություններին, այս վերջին շրջանում միջմեր նախորդած զրույցը տարբեր այսպես հայտարարություններ են հնչել, օրինակ առաջին նախագահը Կոչերյանում մեկ թեկնածուի շուրջ համախմբվել, այս դեպքում խոսքը Ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուի մասին է, հա։ Այս Կոչերյանում ընդդիմադիր ուժերին ասում էր համախմբվեք նրա շուրջ եւ մի բլոկով մասնակցեք ընտրություններին։ Տեսեք, ես մշտապես մնում եմ իմ վստահ համոզմամբ, որ ընդդիմությունը պիտի ունենա մեկ օրակարգ եւ մեկ ճանապարհային քարտեզ, ինչ հնարավոր ռազմավարություն եւ մարտավարություն մշակել, որը առավել արդյունավետ կլինի այս իշխանությանը հեռացնելու համար։ Հիմա Դավիթ Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ որքան տեղեկացա առաջիկա օրերին հանրապետականի ԳՄ-ն այդ հայտարարությունը քննարկել է եւ Դավիթը առաջարկում է կրկին կոնսոլիդացիա, իմպիչմենտ եւ ընդհանուր քննարկել տեխնացուի փոփոխության հարցը։ Ով կարող է լինել տեխնացու։ Ցանկացած ոք, նույն Սամվել Կարապետյանը, եթե Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետի տեխնացու, ապա այս դեպքում այո, իմպիչմենտի procesum ինքը կարող է լինել կրկին գնացային կտա Սամվել Կարապետյանին ու օրուգիշեր ինչ ասես ասում։ Գիտեք, հիմա եթե մենք այս մարտավարությամբ գնանք, նույն Դավիթի օրակարգը, Դավիթ Համբարձումյանն ինչ որ առաջարկել է, impeachment համախմբում, impeachment-ի շուրջ, որտեղ օրակարգ չի թելադրում Նիկոլը եւ առաջարկում է քննարկել նաեւ տեխնացուի փոփոխության հարց, այդ առաջարկը բացարձակապես չի բացառում ոչ փողոցային պայքար, ոչ քրիտիկական
massայի գեներացում, ոչ էլ որ process-ը կարող է հասնել միջև հերթական ընտրություն, բայց այո, միջև հերթական ընտրություն process պետք է գեներացվի, բայց միակ իրավական process-ը, որ միջև հերթական ընտրություն կարող է գեներացվել եւ փողոց գեներացնել, դա impeachment-ն է, որը կրկնում եմ չի բացառում, որ հիմա ասում են դե քիչ ժամանակ է մնացել, որ process-ը կարող է հասնել միջև հունիսի 7, բայց այլ իրավիճակ է, որ դու սենց ձեռները ծալած նստած սենց գնաց քո ակտիվի հետ հանդիպես, գնաս հասնես միջև հունիսի 7, այլ իրավիճակ է, երբ որ երացող, 2 ամիս երացող փողոցով դու գնաս հասնես հունիսի 7 եւ այդ ժամանակ ընտրական պատկերը կարա լինի բոլորովին այլ։ Բայց այդ փողոցի գեներացումը, այդ պատկերացումները, ինչպես դուք նշում եք, հնարավոր է թե չէ, մի քանի անգամ արեցին, չեղավ։ Դե գիտեք ինչ, եթե մտածենք, որ ոչ մի բան հնարավոր չի, բան չեն մասնակցում ընտրության։ Եթե հնարավոր չի փողոց ռեսուրսներ կան հանրային տրամադրություններ։ Եթե իհարկե կան, ինչի մասին է խոսքը։ Եթե հանրային տրամադրությունների ուսումնասիրություն են կանում, իհարկե կան։ Մենք այսօր ունենք 60-ից 70% հասարակության մի մեծ սեգմենտ, նայեք հարցումներ, ասում է չեմ գնալու, չեմ հավատում ոչ մեկին։ Բա աշխատեք այդ ոչ մեկին չեմ հավատողների, չհավատացողների հետ, որտեղ դա ամենամեծ ռեսուրսն է։ Եթե ասում են մեկը իմաստ չունի փողոց գեներացնելը, որտեղ մի քանի անգամ չի եղել, բա իմաստ ունի ընտրության մասնակցելը, որտեղ էլի չի եղել մի քանի անգամ, պատերազմից հետո չի եղել այսինքն, եթե պատերազմից անմիջապես հետո չի եղել, այդ ով է տալու այդ երաշխիքը, որ հիմա պատերազմից 5 տարի անց ընտրական process-ով իշխանություն փոխելը լինելու է։ Դե գուցե հիմա արդեն սոցիալական այդ վիճակը ավելի մարդկանց փոփոխվել է, ավելի վատացել է։ Ես չեմ կարծում, ես չեմ տեսնում սեգմենտ հասարակության, որ այսօր փողոցում լինի իր սոցիալական վիճակի վատթարացումից։ Այն հատվածը, որը ուզում է այս իշխանության փոփոխության, այդ հատվածը բավականաչափ մեծ է, բայց այդ հատվածը ալտերնատիվ չի տեսնում։ Այդ հատվածի հետ է պետք աշխատել, որը մեր ընդդիմությունը չի անում, որտեղ ես ասում եմ, հիմա ես օրինակ առաջարկ ունեմ ընդդիմադիր բոլոր ուժերին, սա մի քանի անգամ արել եմ, հիմա էլ անում եմ։ Ուզում եք հանրությունը հավատա ձեզ, ուզում եք այն 60%-ը, որը բոլոր հարցումներով ասում է չեմ հավատում ոչ մեկին, չեմ գնալու ընտրության, իսկ ընտրության չգնալու ցածր մասնակցության շեմը դա ուղղակի նվեր է լինելու Նիկոլի համար։ Հայտարարեք, մեմորանդում ստորագրեք, որ որևէ պարագայում ընտրություններից հետո անկախ նրանից 20 մանդատ կստանաք 4, 5, 6 չեք համագործակցելու քաղաքացիական պայմանագրի հետ։ Հենց հիմա ձեզ հետ գրազ եմ գալի, թե քանի կուսակցություն կլինի իրեն ընդդիմադիր հռչակած, որ տարբեր կներեք այս բարի համար կրուտիտներով չի ստորագրի։ Ինչի կարծում եք հասարակությունը դրա համար չի վստահում, մտածում են հետո կարող է համագործակցել։ Բացարձակապես ոչ, հասարակությունը չի տեսնում, որ այս ընդդիմադիր դաշտում բոլոր ուժերն են, որ ուզում են իշխանության փոփոխություն։ Եթե ես չեմ տեսնում, ավելին ես տեսնում եմ հակառակը, որ որոշ ուժերի համար նպատակը ընդամենը Նիկոլի խորհրդարանում, Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում մի քանի մանդատ ունենալն է։ Եթե ես դա տեսնում եմ, ձեզ ինչի է թվում, թե մեր հասարակությունը չի տեսնում, որ կռիվը ընդամենը ոչ թե Նիկոլին հեռացնելու, այլ Նիկոլ Վովայի անվան ՀՀ ազգային ժողովում մի քանի մանդատ ունենալն է։ Տիկին Զոհրաբյանի դեպեսոր Ալեն Սիմոնյանն էր կանխատեսումներ էր անում, ասում է, որ իրենց մրցակից համարում են Ուժեղ Հայաստանին եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած այդ կուսակցությունը, որով մասնակցելու ընտրություններին, ասում է իրենք են լինելու խորհրդարանում։ Դե գիտեք, Ալեն Սիմոնյանը չի որոշում էլի ով է մրցակից, ով ինչքան ձայն է ստանալու։ Ես հույս ունեմ, որ մենք կունենանք այնպիսի իրավիճակ, որ հանրությունը տանը չի նստի, այդ ապատիկ վիճակում գտնվող ժողովուրդը տանը չի նստի եւ իր քվեով կորոշի ով ինչքան ուրեմն ձայն է ստանալու, բայց ես էլի եմ կրկնում, եթե այս իշխանությունը մնալու է, ես ինչ ասեմ, բոլոր հնարավոր բարձունքներից թքել եմ այդ ապագա խորհրդարանի կոնստիտուցիայի, այսպես հա, բովանդակության վրա, որովհետև իրանք աշխատելու են Նիկոլ Փաշինյանի անվան խորհրդարանում, ինչ է փոխվելու։ Ինձ համար ինչ տարբերություն Վահագ Ալեքսանյանից ով է դոմփոց ուտում, որևէ այս պահի ընդդիմադիր պատգամավոր,
նոր թե վաղը մեր ձևովի ընդդիմադիր падգամավորը կամ ով է վեկենում ինչ որ հերոսական հարց տալի ինձ համար, իմ երկրի ապագայի համար, այն ճանապարհային քարտեզը, որը ունի այս ռեժիմը եւ այս ռեժիմից չի պատրաստվում հրաժարվել, իր ճանապարհային քարտեզից չի պատրաստվում հրաժարվել, անձերի ֆեյսերի փոփոխությունը ինձ համար բացարձակապես էական չի։ Ով է ասել, որ ես ուզում եմ օրինակ Գառնիկ Դանելյանի փոխարեն տեսնամ, ասենք, մեր ձևովից ինչ որ մեկին, եթե մնալու է Նիկոլի անվան խորհրդարան, չեմ ուզում, բայց եւ հավատացեք, ժողովուրդն էլ չի ուզում։ Այնպես որ թողეთ իրանց կրուտիտները, այս ընդդիմադիրները պահեն, իրանք կարողանան կենսունակ ճանապարհային քարտեզ մտածել, կամ դա անում են, կամ ես ուղղակի իմաստ չեմ տեսնում որևէ ընտրական process-ի մասնակցելը։ Բայց հիմա տեսնում եք ինչ որ որևէ ուս ինչ որ ծրագիր ներկայացնի, ձեր նշած։ Ընտրություններին բան չի մնացել։ Բայց ընտրություններին առանց ծրագիր ոնց են գնալու։ Բայց իրանք պետքա ներկայացնեն, չէ՞։ Հիմա իրանք պետքա ներկայացնեն։ Գիտեք, այս մեր նայում եմ, այս մեր ընդդիմադիրներին, ասենց մտածում եմ, ասում եմ, ինչ ասեմ, էլի, ասում է մենք թրիփը դա նույն Զանգեզուրի միջանցքն է։ Մենք Զանգեզուրի միջանցքին դեմ ենք, բայց թրիփին կողմ ենք։ Հասկանում եք, իրանք ասենց բան են անում էլ, իրանց արևին գցնում են Միացյալ Նահանգներին։ Եթե թրիփը եւ Զանգեզուրի միջանցքը նույնն է, Զանգեզուրի միջանցքին դեմ ենք, բա թրիփին կողմ ենք։ Էսա մի հատ նայեք որոշ ընդդիմադիրների սլենգը, այդ որ աշխարհաքաղաքական վերլուծություն են անում, որ նենց Ռուսաստանին չկպնենք, Ամերիկային ստեղ գցնենք, այդպես չի լինում, այդպես հնարավոր չի, այդպես չեն կարողանալու իշխանության փոփոխության հասնել, այդպես լուծելու են ընդամենը ծրագիր մինիմումը պրճոկել մի քանի մանդատ, վերջ, ընդամենը, իսկ ինձ համար մանդատափոխությունը դա չի կարող լինել ընդունելի եւ չի կարող լինել լեգիտիմ եւ չի կարող լինել ազնիվ։ Սա է խնդիրը։ Եվ մի խնդրի եմ ուզում անդրադառնալ, երևի այս թոհուբոհի մեջ շատերի ուրեմն ուշադրությունից վրիպեց, սա հետքի վերլուծությունն է, որ վերջին 5 տարում վարչապետի եւ 10 նախարարությունների աշխատակազմերը այս 10-ի մեջ չի մտնում պաշտպանության նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը վերջի 5 տարում ստացել են 41 միլիարդ 530 միլիոն դրամ պարգևավճար։ Դուք պատկերացնում եք սա ինչ թիվ է, դոլարային էկվիվալենտով սա 110 միլիոն դոլարից ավել է։ Դուք պատկերացնում եք սա ինչ թիվ է։ Ինչ են արել, հետաքրքիր է, գուցե ինչ որ կարևոր աշխատանք արել են դրա դիմաց ըստ իրանց ասելով կամ ԱԳՆ-ն ու պաշտպանության նախարարությունը ինչ են դուրս մնացել։ Չէ, դուրս չեն մնացել, իրանցը գաղտնի է համարում եւ չի ներառվել, դուրս չեն մնացել։ Այս ցուցակի մեջ դրանք ներառված չեն։ Դուք պատկերացնում եք սա ինչ թիվ է 5 տարում 41 միլիարդ 530 միլիոն Նիկոլի աշխատակազմը 10 նախարարությունները եթե չտանք կոռուպցիա է լինելու դրա համար անում են։ Ահ հիմա կոռուպցիա չկա, հա, ինչ ասեմ, այստեղ ես ասում եմ համեստաբար ընդամենը միայն խաչակնկվեմ, բայց մի շատ կարևոր խնդրի եմ ուզում անդրադառնալ, որտեղ ես ուզում եմ սա վերածել շարժման եւ հիմա ձեր եթերից եմ այս մասին հայտարարում, ես ուրեմն սկսելու եմ շարժում խաղամոլության, այդ խաղադրույքների, այդ բույք մեքերական ընկերությունների դեմ, որովհետեւ մենք ունենք դաժանագույն վիճակագրություն օրական Հայաստանում 20 միլիարդ դրամի, թիվը պատկերացրեք, 20 միլիարդ դրամի խաղադրույք է արվում։ Տելեգրամ կանալներում վերջերս փորձագետներից մեկն էր բացահայտել, միայն Տելեգրամ կանալում 1200 ակաունտ կա, որտեղ ներգրաված են հայ երիտասարդներ թմրամիջոցի Ինչ շարժմամբ ինչ է կանելու, որն է ծրագիրը լինելու։ Ծրագիրը հետևյալն է, որ անպայմանորեն դիմելու եմ, հիմա դիմում եմ, ինձ միանան բոլոր են հանրային դեմքերը, գործիչները, ովքեր ուզում են պայքարել այս խաղամոլության դեմ, սա կատաստրոֆա է։ ԿՊ-ից էլ ակտիվիստներ կան, ովքեր պայքարում են, Հայկ Սարգսյանը, դրա պատճառով կռվեցին Ալեն Սիմոնյանի հետ ցանկացած ոք, ով պատրաստ է, սա աղետ է, այս 20 միլիարդ օրական դրամի
Հայաստանում խաղադրույք արվում, բուքմեյքերական ընկերությունները պիտի փակվեն, նայեք, բացեք ինքնասպանությունների ստատիստիկան, ես նայել եմ, նայեք վիճակագրությունը տարիքային ցենզի, թե որ տարիքի տղաներն են ինքնասպան լինում, խոսեք հարազատների հետ, հիմնական պատճառը կամ նարկոտիկն է, 1200 ակաունտ կա Telegram կանալում, որտեղ նարկոտիկի վաճառքի բարիգության մեջ ներգրավում են 3-4 հազար դրամով ընդհուպ ներգրավում են երիտասարդների եւ այո բուքմեյքերական ընկերությունները պիտի փակվեն, օրական 20 միլիարդի խաղադրույք արվում, ընտանիքներ են քանդվում, ինձ դիմել են բազմաթիվ ընտանիքներ եւ սկսել են այդ շարժումը նախաձեռնել պայքար թմրաբիզնեսի, թմրամիջոցների շրջանառության եւ պայքար խաղամոլության դեմ եւ ես դա անելու եմ իմ գործընկերների հետ միասին։ Ու վերջում Տիկին Զորաբյան մի թեմայի էլ ես եի ուզում դուք դրա մասին խոսեք, քանի որ դուք թե Նիկոլ Փաշինյանին, թե Աննա Հակոբյանին այսպես երկար աշխատել եք, իրենց այդ երկուսին էլ գիտեք։ Այ իհարկե հարգանքով անձնական նկատմամբ, բայց հենց իրենք հրապարակեցին, տեսանյութ տեսքն իրենք հանրայնացնեցին առաջինը։ Ինչ կատարվեց։ Շատերս պետք քաղաքական ինչ որ այո, տեսեք, ես ընդհանրապես տանել չեմ կարողանում, չեմ սիրում մտնել որևէ մեկի անձնական կյանքը, ինձ համար բացարձակապես անընդունելի է, այո, այն հեյթը, որ հիմա արվում է նույն Մարիամ Փաշինյանի այդ սոցիալական էջերում ակտիվության մասին չեմ հասկանում, ասենք ինչի են անիծում, ինձ համար ընդունելի չի դա։ Ով ուզում է լինի, ոչ իմ երեխայի, ոչ Նիկոլի երեխայի, ոչ ես չգիտեմ Արմենի Աշոտյան երեխայի, ընդունելի չի, աղջիկա իր համար, իր մտորումներն ա կիսվում, ես չգիտեմ ինչ անում, չի կարելի։ Այդ նողկալ, եթե մենք ասում ենք նիկոլիզմի ներքին էներգիան դա անեծք ու հայհոյանք է, ապա ինչ են անում նաև Հականիկոլ Ճամբարի ուժեր, ինչ եք հայհոյում, ինչ եք անիծում, ով ինչ ուզում է թողանի, դա իր սոցիալական տիրույթն է, բայց քանի որ Աննան ինքը հանրայնացրեց իրենց բաժանումը, ես մնում եմ իմ վստահ համոզմամբ, որ սա ընդամենը շոու է, ունեմ իմ բացատրությունը ինչու, քանի որ Աննա Հակոբյանի հակառեյտինգը ահա որ բարձր է եւ այդ հակառեյտինգը բարձր է առաջին հերթին են գլամուր իրավիճակներում, որի մեջ ինքը այս վերջի տարիներին ընկավ եւ պատահական չէ որ այդ գլամուր շորերի մի մասը ցփնել էր դիվանին, այդ կարծեն եւ այլն եւ այլն։ Ասում չվիրավորեք, երբ որ տեսնեք անվտանգությունից հրաժարվեք։ Ես դեմ եմ որ անվտանգությունից հրաժարվեն, դեմ եմ, ես ունեմ իմ հիմնավորումները, թե ինչու եմ դեմ, որևէ մեկին պետք չի վերավորել, ես դրա կողմնակիցն եմ, մարդը եթե կատարել է հանցագործություն, նա պիտի պատժվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով եւ ոչ մի բաժանում, ոչ մի իրական կամ ֆեյք բաժանում որևէ մեկի ենթադրյալ քրեական պատասխանատվությունից չի ազատելու, բայց ես վստահ եմ, որ սա ընդամենը նախընտրական իմիտացիա է, այս փուլում Նիկոլին զերծ պահելու Աննայի հզոր անտիրեյտինգից, ոչ ավելին։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, Տիկին Զորաբյան։ Հարգելի աստղադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Ձեզ հետ Քրիստինե Մուշեղյանն է, շնորհակալ եմ հետևելու համար։